Երկիրը կանգ կառնի, քամին կմեռնի, Վանգայի ապրիլի 12-ի մարգարեությունը բացահայտվել է, վախեցնելով աշխարհը։ 30 տարի առաջ մահացած կույր բուլղարացի պայծառատես Վանգան կրկին վախեցնում է մարդկությանը իր մարգարեություններով։ Նա կանխատեսել է խոշոր փոփոխություններ 2026 թվականի համար և սահմանել դրանց սկսվելու կոնկրետ ամսաթիվ՝ ապրիլի 12-ը։ Ըստ նրա, այս ամսաթվին նախորդող շաբաթը լի կլինի վախով և քաոսով։ Երկուշաբթի օրը մարդիկ կբախվեն կասկածների, երեքշաբթի օրը տեխնոլոգիաները զանգվածաբար կփչանան, իսկ չորեքշաբթի օրը իմաստի և հասկացողության կորուստ։ Հինգշաբթին խոստանում է խուջապ, ուրբաթը խավար, իսկ շաբաթ օրը սարսափելի լռություն։ Վանգան զգուշացրել է. երկիրը կանգ կառնի, քամին կմեռնի, թռչունները կլռեն և մարդիկ կվախենան շնչել։ Փայլատեսը նաև կանխատեսել է զինված հակամարտությունների աճ ամբողջ աշխարհում։ 2026 թվականին Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Ասիայում կբռնկվի հակամարտության կրակ, ազդելով Ռուսաստանի և Ուկրաինայի, Իրանի և Իսրայելի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Թայվանի, Հնդկաստանի և Պակիստանի վրա։ Նրա խոսքով պատերազմները կսկսվեն հանկարծակի, ինչպես չոր լուցկիները, որոնց հետևանքները կլինեն լայնածավալ և անկանխատեսելի։ Մարդկության համար մեկ այլ սպահնալիք կդառնա էկոլոգիական աղետը։ Վանգան կանխատեսել է ջերմաստիճանի ծայրահեղ տատանումներ, որոշ շրջաններ կսառչեն, իսկ մյուսները անտանելի շոկի մեջ։ Երկիրը կդողա, ջուրը կծածկի ափերը, իսկ հրաբուխները լավա կթափեն ամբողջ երկրների վրա։ Այս հակադրությունների առաջին նշաններն արդեն նկատվում են՝ ռեկորդային շոկ Ֆրանսիայի հարավում և աննորմալ ձյուն Մոսկվայում։ Տնտեսական անկայունության պայմաններում, ըստ մարգարեության, մարդկություն կբախվի ներքին փոթորոկների և արտաքին քամիների։ Սա կարող է վերաբերել կտրուկ գնաճին, պատժամիջոցներին և համաշխարհային ֆինանսական ցնցումներին։ Վանգան նաև հիշատակել է նոր տեխնոլոգիաների ի հայտ գալը, որոնք ամբողջությամբ կփոխեն մարդկանց կյանքը։ Գիտականները կսանձեցնեն անտեսանելի ուժերը, և դա կփոխի ամեն ինչ՝ հիվանդություններից մինչև հեռավար զրույցներ։ Նա հատուկ ուշադրություն էր դարձնում մի շարք երկրների ճակատագրի մասին։ Նա խոսում էր նաև Հայաստանի մասին։ Նա խոսում էր վարոդի, մթության և նապաստակի մասին, պատկերներ, որոնք կապված էին ադրբեջանցի առաջնորդների և իրադարձությունների հետ։ Ըստ նրա, շուտով կստեղծվի նոր հայկական պետություն, որը կմիավորի հայ ժողովրդին։ Իր մրայլ կանխատեսումներին չնայած, Վանգան հույս է թողել նրանց համար, ովքեր արժանի կլինեն լույսին։ Նոր աշխարհը խոստանում է ավելի լավը լինել նրանց համար, ովքեր կարող են պատրաստվել փորձություններին և պահպանել ներքին ուժն ու հոգևոր տոկունությունը։ Մասնագետներն ու կրոնական գործիչները զգուշացնում են, որ մարգարեությունները պետք է մեկնաբերվեն զգուշությամբ։ Վանգայի մարգարեությունները հաճախ վերացական են և ենթակա են տարբեր մեկնաբանությունների, և դրանց տարածման հոգեբանական ազդեցությունը կարող է մեծացնել վախը մարդկանց շրջանում։ Դե ինչ, հավատալ թե ոչ այս անխատեսմանը, որոշում եք ինքներդ։ Մեզանից մնում է լուսաբանել և ներկայացնել մեր հետևորդներին։ Խոյ, բարենպաստ օր է ամենատարբեր տեսակի շփումների համար։ Ձեզ կհաջողվի ոչ միայն լեզու գտնել շրջապատի հետ, այլև նրանց աջակցությունը ստանալ։ Օրը բարենպաստ է նաև համատեղ նախագծերի վրա աշխատել սկսելու համար։ Բեղմնավոր համագործակցությունը կարող է ծառայողական սիրավեպի սկիզբը դնել։ Դուք ձեր առջև նոր նպատակներ եք դնում, կառուցում պլաններ և վերանայում եք գերակայությունները։ Օրվա իրադարձությունները կհուշեն, թե որ ուղղությամբ պետք ջանքեր թափել, որպեսզի լավագույն արդյունքների հասնել։ Հաճելի կանցնեն ուղևորությունները։ Ցուլ, օրը ձեզ հնարավորություն տալիս դրսևորել ձեր լավագույն որակները։ Դուք շանս ունեք վաղուց ձեզ համար հետաքրքիր մարդու համակրանքը նվաճելու կամ էլ գտնել նոր երկրպագուներ։ Օրը հարմար է իրավաբանական հարցեր լուծելու, իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ շփումներ ունենալու համար։ Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար բացվում են նոր գործնական հեռանկարներ։ Հարմար օր է ուղևորությունների համար, այդ թվում և արտերկրյա, ինչպես նաև հեռվից եկած մարդկանց հետ շփումների, էկզոտիկ խոհանոցով ռեստորաններ այցելելու, էթնիկ ոճի իրեր գնելու համար։ Երկվորյակներ, այսօր գործեք վճռական, դա կլինի հաջողության հասնելու ձեր գլխավոր գրավականը։ Որքան էլ որ պահերով անբարենպաստ թվա ստեղծված իրավիճակը, չհանձնվեք, խնդիրները լուծելու ձևերը միևնույն է կգտնվեն, դրա հետ մեկտեղ էլ ընկերները հաստատ ձեզ օգնության ձեռք կմեկնեն։ Անձնական հարաբերություններում ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է նախաձեռնություն դրսևորել։ Օրվա ընթացքում ամեն կերպ խուսափեք գերհոգնածությունից, այն կարող է խրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ։ Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին նոր հրապույրներ և հետաքրքրություններ են սպասում։ Խեցգետին,
հաջող եւ խոստումնալից օր է, իսկ դուք էլ հիանալի կարգավորում եք բոլոր այն գործերը, ինչին ձեռնամուխ եք լինում։ Կարելի է նոր, այդ թվում եւ բարդ գործեր ձեռնարկել, անհաջողություններից չվախենաք։ Լավ են անցնում բանակցությունները, կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր եւ կնքել գործարքներ։ Մտերիմների հետ հեշտությամբ եք լեզու գտնում, եւ անգամ այն դեպքերում, երբ քննարկման առարկա են դառնում հակասական ու տհաճ հարցեր, միևնույնը վեճեր չեն առաջանում։ Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր եւ անսպասելի առաջարկներ կստանաք։ Այսօր արժե հիշել առողջ ապրելակերպի կանոնները, հատկապես հետևել ճիշտ սնվելու կանոններին։ Արյուծ. Այսօր ձեզ սխալներից ու վրիպումներից կօգնի խուսափել մանրուքները նկատելու ձեր ունակությունը, անգամ այնպիսի մանրուքները, որոնք շրջապատին բոլորովին անեական են թվում, իսկ ձեզ համար դրանք կարող են կարևոր դեր խաղալ։ Ցանկալի չէ գործ ունենալ ազդեցիկ մարդկանց հետ, քննարկել գործնական պլաններ, վտանգ կա, որ դրանք կիրականացեն առանց ձեր մասնակցության։ Խոշոր նախագծերի ավելի լավ է մոտ չգալ, սահմանափակվելով ընթացիկ խնդիրների լուծմամբ։ Դուք դժվարությամբ եք ճիշտ կարծիք կազմում շրջապատի մասին, այնպես որ նոր ծանոթությունները դժվար թե հաջողված լինեն։ Կույս. հիանալի օր է բանակցությունների եւ ցանկացած կարևոր հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար։ Կարելի է տեսակցություններ նշանակել այնպիսի մարդկանց, ում վրա դուք ցանկանում եք լավ տպավորություն թողնել։ Ցանկալի է հասարակական կյանքում եւ բարեգործական միջոցառումներում ձեր ակտիվ մասնակցությունը։ Դուք նաեւ շանս ունեք գրավել ազդեցիկ մարդկանց ուշադրությունը եւ ստանալ նրանց աջակցությունը։ Հարմար օր է փորձի փոխանակման, ուրիշների գաղափարները քննարկելու, կոնֆերանսներում եւ սեմինարներում մասնակցելու համար։ Բաց մի թողեք ինչ-որ նոր բան սովորելու, մտահորիզոնն ընդլայնելու հնարավորությունը։ Կշերք. այսօր ձեզ չեն վախեցնում ոչ դժվարությունները, ոչ էլ խոչընդոտները, եւ դուք դրանք հեշտությամբ հաղթահարում եք նպատակին հասնելու ճանապարհին։ Ծագում են գերազանց գաղափարներ, որոնք հնարավոր կլինի իրականացնել մոտ ապագայում։ Դուք ոչ միայն հիանալի կարգավորում եք սեփական գործերը, այլև հաճույքով օգնում շրջապատին։ Օրը հարմար է գնումների համար, ընդ որում դուք ոչ միայն իրեր ձեռք կբերեք ձեզ համար, այլև մտերիմների, քանի որ այսօր ձեզ ճաշակը ձեզ չի դավաճանում, եւ ընտրության մեջ էլ հաստատ չեք սխալվի։ Օրը լի է անակնկալներով, հիմնականում հաճելի։ Կարիճ. այսօր լուրջ խնդիրները կարող են ծագել այն բանից, որ դուք առաջնորդվում եք զուտ ձեր սեփական շահերով եւ սեփական կարծիքով, բոլորովին հաշվի չառնելով շրջապատի ցանկությունն ու փորձը։ Հարաբերությունները կարող են փչանալ լրջորեն եւ երկարատև, եթե դուք նրբանկատ եւ ուշադիր չլինեք։ Անբարենպաստ օր է ուսման համար, նոր տեղեկատվությունը վատ է յուրացվում, դուք դժվարությամբ եք կարողանում վերլուծել ստացված տեղեկությունները։ Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումների այցելելը, իսկ եթե այդտեղ գտնվել այնուամենայնիվ անհրաժեշտ է, հատուկ ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին։ Աղեղնավոր, հաճելի եւ հանգիստ օր է, որը ձեր առջև բացում է հետաքրքիր հերանեկարներ։ Ձեր գլխավոր խնդիրն է լինելու նկատել դրանք եւ բաց չթողնել շանսերը։ Ժամանակի հետ աճում է կենսական ներուժը, ընդ որում նախանձել կարելի է ոչ միայն ձեր երանդին, այլ այն բանին, թե ինչպես եք դուք կարողանում այն ուղղորդել խաղաղ հունով։ Ձեր հաջողությունները բարձրացնում են ինքնագնահատականը եւ համապատասխանաբար էլ տրամադրությունը։ Օրը հարմար է արկա խնդիրների շուրջ հանգիստ վիճակում մտորելու համար։ Դուք հաստատ կգտնեք դրանց լուծման տարբերակները։ Այցեկչուր, դուք լի եք կենսական երանդով, որը ոչ միշտ է հաջողվում ուղղորդել խաղաղ հունով։ Նյարդային լարվածությունը շատ բարձր է, իսկ ձեր գործունեությունն էլ փոքր-ինչ քաոսային։ Ինչ որ լուրջ հաջողությունների հնարավոր կլինի հասնել միայն այն դեպքում, եթե ձեր գործողությունները վերահսկի որևէ խելամուտ ու փորձառու մարդ։ Վատ օր չէ ֆինանսական առումով, հնարավոր են դրամական մուտքեր, չի բացառված նաև հին պարտքերի վերադարձ։ Բարենպաստ օր է գործարքներ կնքելու, անշարժ գույք ձեռք բերելու, բնակավայրը կամ աշխատանքը փոխելու համար։ Ջրխոս, գերազանց օր է հրապարակային ելույթների, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար։ Ձեզ կհաջողվի նվաճել նոր ծանոթների համակրանքը, հեշտությամբ կհաստատեք նոր եւ հետաքրքիր կապեր, որոնք գործնական առումով լուրջ հեռանկարների հնարավորություններ կբացեն։ Չի բացառված նաև ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը։ Փաստաթղթերի հետ աշխատելիս անհրաժեշտ է հստակություն, ճշգրտություն եւ մանրուքների նկատմամբ խիստ ուշադիր վերաբերմունք։ Օրը բարենպաստ է ձեռագործության խոհարարական փորձառությունների համար։ Տան գործերը ձեզ այսօր ծանրալի չեն թվա։ Ձեթներ, սա ամենաթեթև եւ հաջող օրերից չէ, սակայն նաեւ այն չի նշանավորվի լուրջ խնդիրներով։ Ստիպված կլինելու զբաղվել մի քանի գործով միանգամից, ընդ որում քանի որ դրանք բոլորն էլ ուշադրություն եւ կենտրոնացվածություն են պահանջում, որոշ ժամանակ անց դրանք գլուխ բերելուց հետո ուղղակի ուժասպառ կլինեք։ Ամենաբարենպաստ օրը չէ նաեւ գործնական բանակցությունների համար։ Ձեզ համար դժվար է լինելու ընտրել խոսակցության ճիշտ տոնայությունը, ընդհանուր հայտարարի գալ։ Ցանկալի չէ գործարքներ կնքել, որոնք կապված են անշարժ գույքի եւ ցանկացած տեսակի խոշոր ունեցվածքի հետ։